Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ իրավապաշտպան Արման Վեզիրյանից վրեժ են լուծում, համոզված էր նույն կառույցի ղեկավար Միքայել Դանելյանը։ 2008-ից իրանց համար մի հատ բելմոյա աչքի մեջ, ցույցեր նկարելը, 2008-ի մարտի 1-ի դեպքերի մասին ամենալավ տեղյակ լինելը։ Իրավապաշտպանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ապրիլի 30-ին, մայիսի 6-ի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Իրավապաշտպանը հետևել էր Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Արշակ Մանուչյանի քարոզչությանը։ Արման Վեզիրյանի խոսքերով ոմն Տիգրան Մանուկյան փորձել էր խոչընդոտել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների կողմից բուկլետների բաժանումը, իսկ երբ իրավապաշտպանը փորձել էր հարթել միջադեպը, հարված էր ստացել։ Արդյունքում թե իրավապաշտպանը եւ թե նրան հարվածող Տիգրան Մանուկյանը հայտնվել են ամբաստանյալի կարգավիճակում։ Ես ծեծել եմ ում, ծեծվածը չկա։ Երկուսս ծեծել ենք, ում ենք ծեծել չգիտենք։ Աբսուրդ է լինել գործում բացակայի տուժող ու տուժողի բողոք ու մարդուն մեղադրանք առաջադարել։ Արման Վեզիրյանն այսօր մեկ անգամ եւս պնդեց, որ գործը շինծու է եւ իր դեմ վկայություն տված Լենա Բադալյանը ԴՏԱ-ում հայտարարել է, որ չի ճանաչում իրավապաշտպանին։ Вообще ինչ չէր տեսել։ Ու ոչ մի կռիվ չէր տեսել, ու ինքը իր գործը դրած էր, իր ցուցմունքը դրած էր մեղադրական հիմքում։ Հայաստանի դատական համակարգի հետ թե դիտորդը եւ թե նրա պաշտպանը հույսեր չեն կապում եւ համոզված են, որ ուշ թե շուտ եվրոպական դատարանը արդարացնելու է Արման Վեզիրյանին։ Իսկ վաղը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իրավապաշտպանը ցուցմունք կտա։ Սուսաննա Պողոսյան, Կարեն Չիլինգարյան, IPF։